Էսթետիկ բժշկության մասին հիշատակվում են Էդվին Սմիթի պապիրուսներում և շատ կարճ ժամանակահատվածում այսօր էսթետիկ բժշկությունը հասել է շատերի համար նույնիսկ անհրաժեշտության։ Մեր երկրում նույնպես էսթետիկ բժշկությունը շատ արագ զարգանում է, բայց այսօր խոսելու ենք մեզ համար նոր էսթետիկ միջամտության մազերի փոխպատվաստման մասին։ Ողջույն, եթերում առողջ գեղեցկությունն է և ձեզ հետ է Սիրանուշ Լայզյանը։ Ինչպես մեր բժիշկներին հաջողվեց այս ոլորտում նույնպես արագ զարգացում գրանցել, կխոսենք Մեդինես բժշկական կենտրոնի բժիշկ Գարիկ Մազմանյանի հետ։ Մազերի փոխպատվաստման ցուցումների, նրբությունների և բարդությունների մասին կխոսենք բժիշկ Գարիկ Մազմանյանի հետ։ Ողջույն։ Բարև ձեզ։ Բժիշկ, դուք իրականացնում եք մազերի փոխպատվաստում նորագույն մեթոդով։ Ինչ ասել է նորագույն մեթոդ։ Ուրեմն շատ կարևոր է, որպեսզի նախավիրատական պլանավորումը գրագետ ձևով կատարվի։ Իրականում ինչ են կատարում, մի հատվածից վերցնում ենք մազեր, տեղափոխում ենք այնտեղ, որտեղ որ մազ առհասարակ չկա։ Այսինքն մեզ պետք է հասկանալ ինչքան մենք կարող ենք վերցնել եւ ինչքան մազը մեզ պետք որպեսզի փոխպատվաստենք։ Հիմա նոր մեթոդի միջոցով, նոր սարքավորումների, նոր հաշվարկների, նոր գիտելիքների շնորհիվ կարող ենք հստակ պատկերացում կազմել, թե որքան է պացիենտի ընդհանուր դոնոր զոնան առհասարակ, որքանն է, որ այդտեղից կարող ենք վերցնել, եւ որը ամենակարևորը կարող ենք հասկանալ արհեստական բանականության միջոցով, թե որքան գրաֆտ է կոնկրետ պացիենտին պետք։ Այսինքն մենք կարողանում ենք հստակ իմանալ ինչքան շինարարություն ունենք եւ ինչ ծավալի շինարարություն ենք պլանավորում կամ անհրաժեշտ կատարել։ Այդ երկուսը կարևոր գործոններ են, որպեսզի պացիենտը հնարավորինս էսթետիկ, հնարավորինս գրագետ, հնարավորինս անվնաս վիրահատություն ունենա։ Ինչպես նաև վիրահատությունը կատարում ենք եզակի սարքավորման միջոցով, որը վերցնելու ընթացքում գրաֆտների, այսինքն մազերի ֆոլիկուլների վնասվելու հավանականությունը փոքրացնում է։ Այս ամեն ինչը արվել է նրա համար, որպեսզի պացիենտը ունենա ել ավելի լավ արդյունք, դե բնականաբար բժշկի հմտություններից ելնելով արդեն կարողանում ենք նաև ել ավելի բնական արդյունք ստանանք, որտեղ բնական ասվածը պայմանավորված չի մեծ քանակի գրաֆտներով, այսինքն բնական ասվածը պայմանավորված չի ուղիղ միայն խիտ առատ մազածածկով, դու կարող ես ունենալ առատ մազածածկ եւ շատ արհեստական տեսք ունենալ քո գլխամաշկը։ Այդ ամեն ինչը բնականաբար էլի մեծ աշխատանք են ներկայացնում, վերջինս պետք է բժիշկը հաճախ այցելի տարբեր կոնֆերանսների, գիտաժողովների, նետվորքը անի ուրիշ բժիշկների հետ, ինչը իրականում մեր կլինիկայում շատ կարևորում ենք եւ բոլոր բժիշկները փորձում են իրենց ոլորտում, իրենց ասպարեզում հնարավորինս մաքսիմալ միջազգային փորձի փոխանակում կատարեն։ Շատ լավ։ Այդ դեպքում ուզում եմ խոսենք նաև ինձ համար, ու վստահ եմ ձեզ համար նույնպես շատ ցավալի մի թեմայից։ Եթե մեր երկրում մազերի փոխպատվաստումը կատարվում է միջազգային տենդենսներին համապատասխան, ապա ինչու են տեղաբնակները ձգտում Եվրոպայում, ավելի հաճախ նաև հարևան երկրներում անել, այստեղ ուզում եմ խոսենք ոչ թե ֆինանսի էժան եւ թանկ լինելուց, այլ ընդհանրապես իրենց մտածելակերպի մեջ դա այդպես մտած է։ Ինչ պետք է անել, ոնց պայքարել։ Տեսեք, բոլոր գիտաժողովների ընթացքում հիմա շատ ավելի ակտուալ է դառնում քննարկելը բարդությունները մազերի փոխպատվաստման բարդությունները, այսինքն մարդիկ ժամանակին կատարել են փոխպատվաստում, հիմա ունեն կոպիտ ասած ոչ էսթետիկ տեսք եւ պետք է այդ խնդիրը լուծում գտնի, պետք է փորձենք լուծում տանք այդ խնդրին, ինչպես անենք։ Բնականաբար, երբ արդեն մեկ անգամ պացիենտը կատարել է վիրահատություն ու անհաջող վիրահատություն է անցել, երկրորդական այսինքն վիրահատությունը լինում է ավելի բարդ, ավելի դժվար։ Նման դեպքերի ճնշող մեծամասնությունը աշխարհում դուրս են գալիս Թուրքիայից։ Եթե այդպես կոնկրետացնենք ինչ-որ երկիր, որը ուղղակի շատ այդպես ճանաչում ունի մազերի փոխպատվաստման ոլորտում, այսինքն մազերի փոխպատվաստման բարդությունները, complication-ները անգլերեն ասված, դուրս են գալիս Թուրքիայից։ Թուրքիայում շատ մեծ է սև շուկան։ Ինչ է նշանակում սև շուկա, black market։ Բոլոր կոնֆերանսների ժամանակ մարդիկ խոսում են black market-ի վատ լինելու մասին։ Այնտեղ լինում են մարդիկ, ովքեր վիրահատություն են կատարում, չունենալով որևէ բժշկական կրթություն։ Ինձ անձամբ, իմ թուրք գոլեգաներից
Պատում էին, որ Թուրքիայում լինում են դեպքեր, երբ ուղղակի հերթափոխը փոխելու համար կինը ամուսնուն զանգում է, ամուսինը գալիս է հերթափոխը փոխում է։ Հետաքրքիր ինչու՞ է կայանում, որ ամուսինը ընդամենը բեռնատարի վարորդ է լինում։ Այսինքն այնտեղ չկա վերահսկում ոլորտին։ Այդ իսկ պատճառով շատ ակտիվ ձևով բոլորը փորձում են կատարել։ Պետությունը միայն խթանում է այդ ամեն ինչին, ինչով մարքեթինգով։ Շատ մեծ ֆինանսավորում են ստանում պետական մակարդակով, այդ իսկ պատճառով շատ ակտիվ, շատ ագրեսիվ ձևի գովազդ են կատարում, օրինակ կարամ բերեմ $1000 անսահմանափակ քանակի գրաֆտներ։ Դա շատ անգրագետ, շատ սխալ, շատ մակերեսային հայտարարություն է, բնականաբար մարդը, որ առհասարակ ոլորտին ծանոթ չի եւ նյուանսներ դետալների չի տիրապետում, իրեն շատ գրավիչ է թվում, ու այդ բնականաբար արդեն մարդ մտածում է կարա գնա եւ փորձի այնտեղ իր էսթետիկ տեսքը ստանա։ Ինչպես է առհասարակ տեղի ունենում։ Պատկերացնենք 10 պացիենտ վիրատվում են, 10-ից 2-ը, 3-ը, 4-ը ունենում են լավ արդյունք։ Մատչելի արժեքով։ Հետևաբար այդ 10-ից 2, 3, 4-ը իրանց հերթին փորձելու են գովազդեն, ասելու են եւ եւս 10 հոգի իրենց հետևելու իրենց հետքին։ Բայց ելի եմ ասում, աշխարհում այսօր շատ են հիմա արդեն բարդությունները մազերի փոխպատվաստման ու ճնշող մեծամասնությունը հենց դուրս է գալիս սև շուկայից։ Թուրքիայից ուղղակի եմ օրինակ բերում, աշխարհում կան տարբեր տեղեր, ցանկացած երկրում կարող է դա լինել, այսինքն փորձի ինչ որ ոչ բժիշկ մասնագետ, ոչ բավարար էսթետիկ պատկերացում ունեցող մարդը ոլորտին փորձի կատարի վիրատություն ու բնականաբար ստանալու ոչ էսթետիկ տեսք, ինչը արդեն ավելի բարդ է լինելու վերականգնել է։ Այնպես որ եթե դիտարկենք ուղղակի ինչ է կատարվում, շատ ագրեսիվ մարքեթինգ է կատարվում, ու մարդիկ են լինում, ովքեր լինում են այդ մարքեթինգի զոհը, շատ ավելի փոքր տոկոսը նաև գոհ է լինում։ Բայց ճնշող մեծամասնությունը իրականում ունենում է դեպք, որը բավականին բարդացած է լինում երկրորդական վիրահատության համար։ Դուք այսօր միայն մազերի փոխպատվաստումով եք։ Ես կատարում եմ միայն մազերի փոխպատվաստում, մոնոսպեցիալիստ եմ, այսինքն փորձում եմ այն ինչ որ անում եմ, անել լավագույն հնարավորինս տարբերակով։ Այդ իսկ պատճառով փորձում եմ մշտական, միջազգային փորձ, միջազգային գիտելիքներ, տեխնոլոգիաներ, արդեն նշեցի, որ եզակի ուղղակի վիրահատություններ են կատարում այստեղ, պայմանավորված տեխնոլոգիաներով, գիտելիքներով, մոտեցումներով, ինչը միայն այդպես մեր երկրում վիրահատություն կատարել դարձնում է ավելի գրավիչ։ Ամեն դեպքում մենք բացահայտեցինք շատ գաղտնիքներ, այնպես որ տեղաբնակները արդեն ինֆորմացված են, թե ինչու է այդքան հեշտ։ Գաղտնիքները իրականում շատ ավելի շատ են։ Երբ որ մոտենան խորհրդածության, էլ ավելի մանրամասն դետալային կարող ենք բացատրել։ Լավ բժիշկ, ինչ է իրենից ներկայացնում մազերի փոխպատվաստումը եւ արդյոք առողջության համար անվտանգ միջամտություն է։ Մազերի փոխպատվաստումը էսթետիկ վիրահատություններ է ներկայացնում։ Վիրահատության ընթացքում մենք վերցնում ենք այն մազերը, որոնք ճակերտավոր թափվելու ենթակա չեն, ու տեղափոխում ենք այնտեղ, որտեղ ունենք արդեն ճաղատություն կամ նոսրացում մազերի։ Շատ կարևոր է, որպեսզի պացիենտի հետ երկարաժամկետ պլանավորում բժիշկը կատարի, այսինքն պացիենտը հասկանա, որ տարիների մեջ պետք է հասկանա ինչ արդյունք է ունենալու, պետք է հասկանա տարիների ընթացքում իրան ինչ է սպասվում, իսկ այդ ամեն ինչը բնականաբար բժիշկը նախապես ճիշտ կլինի, որպեսզի պացիենտին իրազեկի։ Ինչպես ցանկացած վիրահատություն, այս վիրահատությունը ունի նաև ինչ-որ ռիսկեր, բայց իմ ցուցումներին հետևելու պարագայում, բժշկի ցուցումներին հետևելու պարագայում այդ ռիսկերը հասցվում են մինիմալի գրեթե 0-ի։ Որ դեպքում է կտրականապես արգելվում կատարել պացիենտին մազերի փոխպատվաստում։ Տեսեք, կան մազաթափության տարբեր տեսակներ ու մաշկային տարբեր ախտահարումներ, կախված այդ ամեն ինչից, արդեն կարող է լինել բացարձակ հակացություն վիրահատության համար, բայց կարող է լինել նաև հարաբերական հակացություններ, այդ ամեն ինչը արդեն ինդիվիդուալ է լինում, պացիենտի հետ քննարկում ենք խորհրդատվության ժամանակ։ Սա նույնպես այն միջամտությունն է, որից առաջ պարտադիր պետք է բլոկ անցնել հետազոտությունների։ Սա այն միջամտությունն է, որտեղ պարտադիր պետք է բժշկի հետ խորհրդատվություն անցնել, այսինքն երբեմն գրում են նկար ուղարկեմ կարակ ասեք ինչքան է պետք։ Ուզում եմ բոլորին պաշտոնապես հայտարարեմ, ինչքան պետքով արդյունք չէ կարողանալ ունենալ,
Այսինքն քանակը ամենակարևոր գրավականը չէ, վերջնարդյունքը որպեսզի բավարար լինի, տարբեր գործոններ կան, որոնք որազդում են մազերի փոխպատվաստման վերջնարդյունքի վրա, քանակը դրանցից մեկն է, բայց միակը ու ամենակարևորը չէ, ձեզ ասեմ, այնպես որ նկար երբ որ ուղարկում եք, մի ակնկալ եք, որ նկարով միայն կարող է հասկանալ լինել, թե ինչի հետ գործ ունենք եւ ինչ կարող ենք անել։ Դոնոր մազի մասին եմ ուզում խոսել, արդյոք սեփական մազը արդյունավետ դոնոր է հանդիսանում։ Ինչպես է ընտրում դոնոր։ Այո, շատ ճիշտ հարց էր։ Մազերի փոխպատվաստումը ավտոտրանսպլանտ է, այսինքն ձեր սեփական հյուսվածքների միջոցով է կատարվում, այսինքն ձեր սեփական մազերն եք փոխպատվաստում, ինչպես ցանկացած հյուսվածք, գոյություն ունի այսպես կոչված հիստոմատեղելիություն, այդ իսկ պատճառով ուրիշ օրգանիզմից, եթե մենք փորձենք ձեզ ինչ-որ փոխպատվաստում կատարենք թեկուզ մազի տեսքով, մազի հյուսվածքի տեսքով, կարող ենք ունենալ լուրջ առողջական խնդիրներ, աուտոիմուն, այդ իսկ պատճառով նպատակային չի, տեսականորեն իրագործելի է, բայց պրակտիկ չի իրագործում, չեն կատարում նման բաներ։ Այնպես որ կատարվում է ձեր սեփական հյուսվածքների հաշվին, էլի շատ կարևոր է, որպեսզի ամբողջ վիրատական ընթացքը, հետվիրատական շրջանը պացիենտը հետևի բժշկի ցուցումներին, որպեսզի կենսունակությունը փոխպատվաստված գրաֆների լինի հնարավորինս բարձր, այսինքն կոպիտ ասած փոխպատվաստված մազը աճի։ Որովհետև շատերին թվում է, թե եթե իրենց մոտ մազաթափություն է եւ ուրեմն մազի որակը այն չէ եւ այո, մազի որակը այն չի լինում, եթե ժողովրդական լեզվով ասենք, իրականում ինչա տեղի ունենում, մազերը բարակում են ու թափվում են։ Այդ մազերը լավ ու վատ ասված է, ընդհանրապես մազի հաստության հարց է։ Մազը ախտարված հատվածում լինում է բարակ, այսպես ասված ոչ լավ որակի ժողովրդական լեզվով իսկ արդեն առողջ հատվածում դոնոր զոնայում նույն ինքը լինում է հաստ։ Մենք հենց այդ հաստ մազերն ենք վերցնում, որոնք ախտահարման ճակերտավոր ենթակա չեն ու տեղափոխում ենք այնտեղ, որտեղ արդեն ճաղատություն ունենք։ Սա նաև հաջորդ հարցից պատասխանն էր, որ փոխպատվաստում անելիս հաշվի առնվում են մազաթափության բուն պատճառները, փաստորեն Միանշանակ մինչև վիրահատությունը պետք է մոտենալ, որպեսզի բժիշկը հասկանա ինչի հետ գործ ունի, եթե կարիք կա հետագայում էլ ավելի խորը հետազոտություն անցկացվի, որովհետև մազաթափության քողարկված տեսակներ կան, որի պարագայում փոխպատվաստում կատարելը դա կարող է մղձավաճ լինել պացիենտի համար, այդ իսկ պատճառով շատ կարևոր որպեսզի գրագետ մոտեցում ցուցաբերվի հենց նախավիրահատական շրջանում, պլանավորման փուլում։ Պարզաբանեք, խնդրեմ, վիրահատության ընթացակարգի տեսակները։ Ձևեր կան հստակ։ Մազերի փոխպատվաստում են երկու հիմնական մեթոդ կա, FUE եւ FUT։ Դրանք ապավումներ են։ Պրոցեսը հետեւյալում է, FUE-ն ինքը ավելի նոր մեթոդ է, FUT-ն ավելի հին մեթոդ է։ FUT-ի տարբերակի պարագայում դու մաշկի որոշակի հատված ես վերցնում, մազածածկ հատվածի մասին է խոսքը գնում, ու հետագայում այդ մազածածկ հատվածից, մաշկի կտորի լոսկուտից արդեն առանձնացնում ես մնացած մազերը ու փոխպատվաստում ես արդեն պատրաստի այդ մազերը։ Ինքը ավելի մեծ բարդություններ կարող է ունենալ, այսինքն այդ վիրահատական շրջանը ավելի ծանր է գնում, բարդությունների հավանականությունը շատ ավելի մեծ է լինում, էսթետիկ տեսանկյունից կարող են մեծ սպիեր մնալ, այդ իսկ պատճառով հիմա ինքը ավելի քիչ է կիրառվում։ Առաջատար բոլոր բժիշկները նախապատվությունը տալիս են արդեն ավելի նոր մեթոդին, FUE մեթոդին, որի պարագայում առանձին մազի ֆոլիկուլները, գրաֆտները, այսպես ասված, մենք վերցնում ենք ու տեղափոխում ենք այնտեղ, որտեղ որ չկա։ Շատ կարևոր է այդ ամբողջ ընթացքը էլի եմ ասում, ճիշտ գրագետ մոտեցումով կատարվի, որպեսզի գրաֆտների կենսունակությունը, մազերի աճելու հավանականությունը հնարավորինս բարձր լինի։ Մազերի փոխպատվաստումը ունի արդյոք տարիքային սահմանափակում, որ տարիքից է կարելի եւ մինչեւ որ տարիք։ Տեսեք, տարիքային սահմանափակում որպես այդպեսին չունենք, չկա, բայց կախված кейսից դեպքից վիրահատությունը կցուցենք կամ ցուցված չի լինում։ Օրինակ եմ ասում, եթե երիտասարդ տարիքում ինչ որ շրամ, տրավմայի պատճառով մազածածկը բացակայում է գլխամաշկի հատվածում եւ ոչ միայն, բնականաբար այրված կարող է լինել տարբեր տրավմաների պատճառով։ Բնականաբար կարելի է այդտեղ փոխպատվաստում կատարել։ Բայց եթե երիտասարդ տարիքում ինչ-որ մի տղա մոտեցել է ասում է մազերս թափվում է, հավանական է, որ այդ բանին ես իրան վիրահատություն չնշանակեմ, այսինքն ցուցում չտամ վիրահատության, հակառակը բացատրեմ, որ պետք է լինելու իր մազաթափությունը առաջին հերթին ինքը ստաբիլիզացնի։ Իսկ պետք է այնպես անի, որպեսզի իր մազաթափությունը կանգնի, որպեսզի մենք իմանանք ինչի հետ գործ ունենք
նոր դրանից հետո հասկանանք իրատական, ասենք, պլանավորումը ինչպես են կատարելու։ Մենք խոսեցինք միայն գլխի մազերի փոխպատվաստումից, բայց ուզում եմ հիշեցնել, որ բժիշկը նաև կատարում է հոնքերի մազերի, հոնքերի փոխպատվաստում։ Մի փոքր էլ բացենք փակագծերը։ Առհասարակ մազարմատը կարելի է մաշկի ցանկացած հատվածից վերցնել, տեղափոխել ցանկացած հատված, այսինքն այդտեղ խնդիր չունենք, հետեւաբար եթե բացակայում է օրինակ հոնքերի հատվածում կամ մորուքի հատվածում մազածածկը, իհարկե հնարավոր է լրացնել, վերականգնել։ Բնականաբար կախված մաշկի հատվածից, մարմնի հատվածից տարբեր նյուանսներ, տարբեր դետալներ, որոնք պետք է հաշվի առնել, որպեսզի կարողանանք պահպանենք էսթետիկ տեսքը, որովհետև ի վերջո այս ամեն ինչը էսթետիկ վիրահատության մասին է, խոսքը էսթետիկ վիրահատության մասին է գնում, ու հետեւաբար շատ կարևոր է, որպեսզի վիրահատության վերջում մարդ ունենա էսթետիկ տեսք։ Արդյոք առաջին վիրահատությունից հետո արդեն արդյունքը տեսանելի է։ Քանի վիրահատություն է կարելի։ Տեսեք, վիրահատության քանակը կախված է արդեն ունեցած դոնոր զոնայի պոտենցիալից։ Եթե չունես դու կոպիտ ասած այդքան շինանյութ, չես կարող, եթե ունես 2 արկանի շենքի շինանյութ, չես կարող 9 արկանի շենք պլանավորես կառուցել։ Նույն տրամաբանությունն էլ էստեղ է գործում, այսինքն եթե չունես բավականաչափ դոնոր զոնայի տարողականություն, չես կարող բնականաբար մեծ քանակի փոխպատվաստում պլանավորես, բայց ինչ վերաբերվում է տեսանելի արդյունքին, կախված մազաթափության աստիճանից, կախված դեպքից, կախված գլխամաշկի մազածածկից մեկ վիրահատությունը կարող է բավարար լինի, կարող է կարիք լինի 2 եւ ավելի վիրահատությունների, այդ ամեն ինչը ամեն անգամ առանձին պացիենտի հետ քննարկում ենք, պլանավորում ենք, նկարում ենք, վիզուալիզացնում ենք, այսինքն այդ ամեն ինչը շատ հստակ պացիենտը հնարավորություն ունի տեսնելու, թե ինքը ինչ ճանապարհ է անցնելու։ Խոսենք նաև վերականգնողական փուլում պացիենտի վարքագծի մասին։ Հետվիրահատական շրջանը դժվար չի անցնում իրականում, մի քանի օրից կարողանում է արդեն գլխարկրել, դե բնականաբար մի քանի ամիս հետո մազերը նոր սկսում են աճել, սկզբնական հատվածում թափվում են, վերջնական արդյունքը մոտավորապես տեսնում ենք 1 տարի անց։ Հետվիրահատական շրջանը բավականին թեթև է, մոտավորապես 7-ից 10 օր հետո կարող է հանգիստ սպորտով զբաղվել, թեթև է, հանգիստ։ Եվ ամենակարևոր հարցը պացիենտների համար միջամտությունը ցավոտ է, անկեղծ։ Okay. Բուն վիրահատությունը պետք է բացարձակ անցավ լինի, անզգայացման փուլը, որովհետև մի քանի րոպե, բառը ամենաուղիղ իմաստով, ցավային զգացողություններ կարող են լինել պայմանավորված անզգայացնող նյութով։ Այդ անխուսափելի process է, չեն կարող դրանից խուսափել, բայց բուն վիրահատությունը, երբ որ սկսում ենք վիրահատությունը, բացարձակապես ոչ մի զգայական ցավային ֆոն չի նշվում։ Շնորհակալություն։ Մազերի փոխպատվաստումը մեր երկրում ոչնչով չի զիջում եվրոպական տենդենսներին։ Առողջ գեղեցկություն հաղորդումը թույլ է տալիս նաև ձեզ ձեր բժշկին ճանաչել որպես մարդ։ Մի քանի անձնական հարց մեր բժշկին, պատրաստ եք։ Միշտ։ Աշխատանքի մեջ ինչն է ձեզ համար ամենակարևորը։ Արդյունքը։ Իսկ կյանքում։ Դե կյանքում շատ կարևոր բաներ կան, բայց ամենակարևորը իմ կրոնն է, իմ հոգևոր ոնց որ ակունքներն են, ամենակարևորը եթե դիտարկենք, բայց շատ կարևոր բաներ կան էլի։ Պարզ է, ինչպիսի ընկեր է բժիշկը։ Հոգատար, սրտացավ։ Ինչպիսի որդի եք։ Չգիտեմ։ Մի ամաչեք գովել ձեզ, այս հաղորդումը թույլ է տալիս, որ ձեր պացիենտները ճանաչեն ձեր մարդկային շատ լավ որդի եմ, բայց ոչ էլ կարամ ասեմ, որ վատ որդի եմ, շատ լավ որդի չեմ, որովհետև միշտ ավելին անելու կա, դրա համար տենց այդ ավելի լավ որդի լինելու ձգտումը ոնց որ քեզ չի սարքում լավ որդի։ Աշխատանքից հետո ժամանակ կարողանում եք միշտ հատկացնել կամ կա այդպիսի օր, որ այդ օրը նվիրված է միայն ընտանիքին։ Տեսեք, իմ համար ընտանիք ասվածը շատ լայն հասկացություն է, որովհետև բացի քո առողջական բարեկամներից, ծնողներից, նաև ընկերներն եմ ընկալում որպես ընտանիքի անդամ,
ու հա, միշտ լինում է ժամանակ, որպեսզի ես կարողանամ հատկացնեմ իմ ընտանիքին։ Երբ է բժիշկը երջանիկ։ Երբ դուրը բացում է պացիենտը եւ տեսնում ես գլխի վրա շատ մազեր։ Իսկ կյանքում երբ եք երջանիկ։ Երբ որ որակով ժամանակ ես անցկացնում, երբ որ դու օրվա վերջում քեզանից գոհ ես լինում, ու տարբեր գործոններ կարող են լինեն, ինչը կարող ազդի քո գոհունակության վրա, բայց օրվա վերջում գոհ լինելը դա իմ համար երջանիկ լինելու ոնց որ բաղկացուցիչ մասերից մեկն է կազմում։ Ինչ չի անի բժիշկը երբեք։ Չի դադարի պայքարել։ Ընտանիքի համար, հարազատների համար, երկրի համար, առասարակ պայքարող մարդը պայքարում է բոլոր հարցերում, ինչը կարևոր է ու արժանի է պայքարել։ Հրաշալի պատասխան է։ Ինչից եք վախենում ամենաշատը։ Մթությունից։ Ֆոբիա։ Փոքրուց մնացած տրավմա, միգուցե, չգիտեմ։ Դե մութուցուր տարիներին մեծացածների մոտ երևի։ Բայց հա, մթություն որ չեմ վախենում, չեմ սիրում, վախենում եմ ավելի շատ, եթե վախից հենց խոսանք, վախենում եմ ավելի շատ կորցնելուց։ Կամ դադարել պայքարելուց։ Չեմ մտածել, հա, այդ տարբերակները հետաքրքիր, բայց ավելի շատ ոնց որ կորցնելուց, իսկ կորցնելը կարող է հենց այդ լինի պայքարել, ասենք, կորցնես այդ պայքարի ոգին, կորցնես ձգտումը, դա չեմ ուզենա։ Հոբի ունեք, ինչ որ սիրելի զբաղվում։ Չունեմ, դա էլ է խնդիր։ Մտածում եմ ինչ հոբի կարելի է ունենալ, տենց է չեմ հասկանում ինչ եմ ուզում։ Չունեմ, սպորտով եմ սկսել զբաղվել, բայցովսկի MMA։ Բայց շատ եք կենտրոնացել ձեր աշխատանքի վրա եւ անձնականին այդքան ժամանակ չեք։ Հա, անձնականի մասին իրականում չի տեն ժամանակ հասնում։ Դե վիրահատությունները երկար են իրականում տևում։ Մոտարապես 6-ից 8 ժամ տևում ամեն օր կտրվածքով վիրահատություններ ենք ունենում։ Դրանից հետո արդեն հոգնածես լինում ու արդեն մտածում ես ոնց լիսկա թափվեց, իսկ իմ համար ամենալավ լիսկա թափելու տարբերակը այդ կոմատերիների, հարազատների ժամանակ անցկացնելն է։ Ինչ կփոխեիք ձեր բնավորության մեջ, որ գիծը։ Կփորձեի դառնալ ավելի համբերատար։ Ինչպիսին եք դուք ձեզ տեսնում 10 տարի անց։ Հուսամ գործարար կլինեմ։ Իսկ բժշկությունը։ Ոչ, բարակայում չեմ թողնի։ Երկուսը կփորձեք համատեղել։ Անջնակ։ Ընտանիքի լավ հայր, լավ ամուսին չեք տեսնում 10 տարի անց։ Միգուցե ապրեք տեսնենք։ Ինչն է բարկացնում բժշկին, ինչ երևույթ կա, որը ձեզ հունից կարող է անել։ Մարդկային հիմարությունը։ Կա մի երևույթ, որ անում եք վիրահատությունից առաջ։ Չկա, բայց ճիշտ եմ համարում, որ պետք է անել, բարբերաբար չեմ անում, աղոթել։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Այսպիսին էր բժիշկ Գարիկ Մազմանյան, մարդ տեսակը։ Եթե ունեք ձեզ հուզող եւ անհանգստացնող հարցեր, ապա զանգահարեք Մեդինես բժշկական կենտրոն։ Հեռախոսահամար 055 505 605։ Եղեք առողջ եւ գեղեցիկ։